Շարունակում ենք մեր եթերը, թեման խոհանոցն է, ինձ թվում է մեր Վահային հետաքրքրող թեմա է, հետաքրքրող հյուրեր, բայց ես վստահ եմ, որ նաև մեր հեռուստադիտողի համար, որովհետև շատ հետաքրքիր հարթակ է ստեղծվում։ Ես ներկայացնում եմ, որ Live Chef ընկերությունը ներկայացնում է նոր խոսք, նոր հավելված եւ նոր ծառայություն խոհանոցի եւ խոհարարության ասպարեզում։ Ինչի մասին ենք խոսելու, մեր հյուրերը ավելի մանրամասն կներկայացնեն Live Chef ընկերության տնօրեն Յանա Դանիելյան եւ Live Chef ռեստորանի brand chef Մելիք Սիմոնյան։ Բարի լույս։ Բարի լույս։ Ուտելու բան չեք բերել։ Առավոտը ինչ կառաջարկեիք ուտելու օրինակ, որպես շեֆ։ Դե հայկական ավանդական նախաճաշը։ Այդ որն է պոմիդորով զգացել։ Լավ։ Կամ այլ տարբերակներ։ Ասա, Յանա, ասա։ Շատ շտապող մարդկանց։ Իրականում ես առավոտը չեմ հասցնում նախաճաշել։ Իմ նախաճաշը սուրճն է, մեկ գավաթ, այնպես որ։ Բայց մեր իրականության մեջ շատ ընդունված է, դա այդ լավ է թե վատ է։ Չգիտեմ, եթե առողջության տեսանկյունից նայենք, երևի թե լավ չի, որովհետև մեր օրգանիզմը մեզանից առաջ, այսպես ասած, արտանում է, այո, բնականաբար ես սովորացնելու վրա է, հա, երևի։ Եվ ես հասկանում եմ, գիտակցում եմ, որ առաջին սուրճ ըմպելը, այսինքն օրինակ սոված փորին, ինչպես ասում են, դա այդքան էլ ճիշտ չի, բայց փաստորեն, որ այսօրվա ռիթմի մեջ միայն դա եմ, օրինակ ես հասցնում։ Ես պիտի նշեմ, ինձ թվում է դուք էլ կփաստեք, արդեն դե չեմ ասի, որ ասում եմ վերջերս այդ նկատի ունեմ 10 տարին հաստատ մեջն է արդեն։ Իրականում փոխվեց մեր մոտ ուտելու եւ առհասարակ սննդի հանդեպ մեր պատկերացումները, որովհետեւ սրանից շատ ավելի առաջ մեր պատկերացումները մաքսիմումը խորովածներ եւ քյուրթան։ Եվ իրականում կամաց ձևափոխվեց, անգամ գինի խմելու կուլտուրան ձևավորվեց, այսինքն սեղանի շուրջ ինչ-որ հարցեր քննարկել, ոչ թե ուղղակի հանդիպել ուտել, շատ ճաշատեսակներ ճանաչել, մեկ էլ պարզվեց մերոնք լուրջ բաներ են անում մեր խոհարարները էլ, այն որ մրցակից են ամենալուրջ շեֆերի հետ, ու ձևափոխվեց ընկալումը սննդի հանդեպ առհասարակ։ Ինչ է նշանակում ուտել, ոնց այդ կուլտուրան առհասարակ ճիշտ մեր կենցաղի մեջ է իրականացնել։ Ես չգիտեմ, եթե իհարկե ճիշտ եմ նկատել, դուք էլ կկիսեք ինձ հետ ձեր կարծիքը։ Եվ իհարկե անգամ այն խոհանոցային հաղորդումները, որոնք մենք պարբերաբար տեսնում ենք, իրենք էլ սկսեցին կամաց գլուխ բարձրացնել, մենք փորձում էինք ոչ թե ուտել, այլ նաև էսթետ ուտել, այսինքն գեղեցիկ մատուցել, այն որ մաման ճաշը եփելա, տենց չէր էլի, այսինքն մենք արդեն ուզում ենք այդ ամենը գեղեցիկ մատուցել։ Իրականում կա իսկապես այդ տեսակ փոփոխություն ընկալման մեր իրականության մեջ, եւ եթե կա, ապա ինչ լավ բան կարող է բերել այդ ընկալումը։ Իրականում կարծում եմ ամեն բան ինֆորմացիոն դաշտից է կախված, այսինքն եթե ժամանակին ոմանց ծանոթ չէր, օրինակ ճապոնական խոհանոցը, իտալական խոհանոցը, ֆրանսիական խոհանոցը, ապա այսօր արդեն տարբեր ռեստորաններում մատուցվում են եւ առաջարկվում են տարբեր երկրների ուտեստներ, եւ քանի որ այսօր ունենք նաեւ այսպես ասած համացանց հարթակ, որտեղ օրինակ մենք հայերս կարող ենք հետևել, թե ինչ է առհասարակ ամբողջ աշխարհում կատարվում, առաջարկվում նույն խոհանոցին վերաբերող, ու դա լավ է շատ, ըստ իս շատ լավ է, որովհետև այսպես ասեմ, խոհանոցը ինձ համար գույների պնակ է, այսպես կարող եմ ասել, այսինքն ամեն մի բաղադրիչ իր յուրօրինակ տեղն ունի եւ այն միանալով մեկ այլ բաղադրիչի հետ լրիվ ուրիշ կոմբինացիա է ստացվում, այսինքն դա շատ հետաքրքիր էքսպերիմենտ է, այսպես գաստրո էքսպերիմենտ է կարելի ասել, հենց մարդու համար, նույն ոնց որ մենք օրինակ բույրերն ենք, չէ՞, սիրում տարբերել կամ տարբեր բույրեր ենք օրինակ կոծանելիքի դեպքում, հա, օգտագործում, նույնն էլ խոհանոցում, նույն այսինքն մեր քիմքին տարբեր համեր ենք սովորեցնում եւ կան օրինակ խոհանոցներ տարբեր երկրների, որոնք համապատասխանում են մեր հայերիս քիմքին, կան որ չեն համապատասխանում, բայց փաստորեն որ այսօր օրինակ եվրոպական խոհանոցը շատ սիրված է հայերի կողմից եւ դա կարծում շատ լավ է։ Մեր brand chef-ը կփաստի մեր։ Ինչ է անելու Live Chef-ը։ Այդ հարթակը ինչով է հիմա հստակ սկսելու զբաղվել։
Live Chef-ը արդեն իսկ 6 ամսից ավել գործում է եւ մենք Fusion խոհանոց ենք ներկայացնում, այսինքն դա հարթակ է, որտեղ ներկայացված են ոչ միայն հայկական ուտեստներ, այլև շատ հետաքրքիր միքսեր, այսինքն նույնը ոնց որ երկու գույն խառնել ենք իրար, հայկականն ու օրինակ պանասիականը կամ հայկականն ու իտալականը, որովհետեւ օրինակ կան ուտեստներ, որոնք որ ամբողջությամբ ենթադրենք մեր քիմքին չեն համապատասխանում կամ որոշ չափով չեն համապատասխանում, դրա համար իրենց մեջից վերցնում ենք էլեմենտներ, որոնք մեզ դուր են գալիս, օրինակ, հայերին համապատասխան են եւ դա օգտագործում ենք եւ կիրառում ենք հայկական խոհանոցում։ Շատ հետաքրքիր համադրություն է ստացվում եւ արդեն մեր հաճախորդների կողմից շատ սիրված ուտեստներ կան, որոնք հենց այդպիսի միքսերի մասն է խոսքը գնում։ Ինչ են սիրում հայերը հիմնականում։ Միս։ Մսային ուտեստներ։ Իսկ ինչն է օրինակ հանում, ինչը չեն սիրում։ Ցավոք սրտի այս պահին չեմ կարող որից այտենց օրինակ բերել, որովհետև դեռ ոչինչ չենք անել։ Մի բան կարող եմ ասել, որ օրինակ ավելի ոչ թե թույլ, այլ ավելի քիչ պահանջարկել չեմ կարող ասել, որովհետև դա էլ ըստ նախասիրության է, բայց ծովամթերքը դեռ այն լեվելի վրա չէ, ինչ օրինակ մսային ուտեստները, հա, կամ սթեյքի տեսակները, նույն խորովածի տեսակները, բայց քիչ-քիչ դա էլ ըստ ցանկության է, ըստ նախասիրության, ըստ տրամադրության նույնիսկ կարող եմ ասել, մարդու խառնվածքի, ավելի, այսպես ասած, թույլ պահանջարկով դա կարծեմ ծովամթերքն է։ Դե ասում կարող եմ իջել ֆինանսական խնդիրներ։ Չէ, պատկերացրեք, որ ոչ, օրինակ կան մսային ուտեստներ, որոնք շատ ավելի թանկարժեք են, ընդհանրապես, այսինքն հայկական շուկայում, քան ծովամթերքը, հա, օրինակ եթե նույն ասենք սթեյքը, ենթադրենք T-bone steak-ը, համեմատենք կապույտ միդիայի հետ, սարեր զորեր են արժեքները, այսինքն միդիան շատ ավելի հասանելի է, քան T-bone steak-ը, բայց այստեղ արժեքը չի կարևորը, այլ առաջարկն է։ Ինչից սկսեց մեր խոսակցությունը, որ ինչքանով է լավ դա։ Լավ է, որովհետև ինչքան շատ է զարգանում այս ասպարեզը, այդքան ավելի հետաքրքիր առաջարկներ ես կարողանում անել։ Եվ այս դեպքում մեր պարագայում, այսինքն Live Chef-ի, մենք ինչով ենք առանձնանում, բացի դրանից, որ առաջարկում ենք շատ համեղ ուտեստներ, շատ հասանելի արժեքներով, ամենակարևորը այդ ուտեստները պատրաստվում են ուղիղ հեռարձակմամբ հաճախորդի աչքի առաջ։ Այսինքն մենք ունենք հավելված, որի միջոցով, այսինքն պատվիրատուն ընտրում է իր ուտեստները, պատվիրում է եւ արդեն կարողանում է անմիջապես մեր խոհանոցից ուղիղ հեռարձակմամբ հետեւել, թե ոնց է այդ ուտեստը պատրաստվում, ովքեր են պատրաստվում, ինչ պայմաններում են պատրաստվում, ինչ բաղադրիչներ են օգտագործվում։ Խոսքով շատ հետաքրքիր շոու չեմ կարող ասել, որովհետեւ ամեն ինչ ավելի քան ռեալ է, բայց հետաքրքիր տրամադրություն ենք կարողանում փոխանցել ոչ միայն ուտեստը պատրաստելով, այլ նաև ընդհանուր օրինակ հեռարձակումը ապահովելով։ Անդրադառնանք շեֆին են, որ ասում է, իրականում երբ ինչ-որ մի բաղադրիչ վերցնում եք, միշտ կա այդ սեփական ձեռագիրը թողնելու, թե փորձում եք այն, որ ասում են տղամարդիկ լավ են պատրաստում, որովհետև իրենք չեն շեղվում բաղադրատոմսից, որ գրած է 5 գրամ, գցում են 5 գրամ, իսկ կանայք ասում են դե լավ, դե 10 լինի, էլի ինչ պիտի լինի, դες ձեռդ մի քիչ շատ են անում, կա հիմա մի այդ մոտեցումը, որ միևնույն է իմ ձեռագիրը պիտի լինի այդտեղ։ Այո, իհարկե կա։ Իհարկե պետք է տիրապետել ավանդական բաղադրատոմսերին, հետո արդեն խոհարարը ինքը իր մոտեցումները, իր ձեռագիրը ներդնում է ուտեստի պատրաստման մեջ։ Շեղումներ իհարկե չենք կարող անել, որովհետև պատվիրատուին պատվերները պետք է ուղարկել մաքսիմում այնպիսի վիճակում, որ ոնց որ ինքը պատվիրել է, այո, այսինքն չեն կարող այսօր մի բան ուղարկել, հաջորդ օր մեկ այլ բան։ Դրա համար խոհարարները գիտեն իրենց աշխատանքը, հա, պահում են բոլոր ուտեստի պատրաստման տեխնիկական նորմերը, տիրապետում են չափաբաժիններին ու աշխատանքի մեջ շեղումները իհարկե ցանկալի չեն։ Ինչ ենք հիմնականում առաջարկում մենք
ինչ է մենյուի մեջ եմ որ ասում են։ Շատ տարբեր, իսկապես շատ տարբեր, այսինքն նույն մսային ուտեստների շատ մեծ տեսականի ունենք, այսինքն հայկականից։ Աղանդեր, հա, կան, դեռ չէ։ Աղանդեր դեռ ժամանակի ընթացքում կլինի անպայման, արդեն նախապատրաստական։ Այո, աշխատանքներ մենք, բայց ամենավառ շրջանը, որը հենց հիմա մենք ապրում ենք եւ շատ շուտով կներկայացնենք մեր հաճախորդներին, դա իտալական պիցայի առաջարկն է լինելու, պիցաների տեսակներ է լինելու։ Այսօր մեր պիցա։ Ահա, տեսնեք։ Ճիշտ ժամանակին։ Այո։ Եվ իհարկե ճապոնական եւ չինական խոհանոցին կանադառնանք, սուշի եւ ռոլերի տարբեր տեսակներ կառաջարկենք, այնպես որ մենք ընդլայնվում ենք մեր իսկ հաճախորդների ցանկությամբ, որովհետև անկախ ամեն ինչից ինչ տեսակ խոհանոց ենք մենք առաջարկում, կա նաև հաճախորդի ցանկություն ասվածը, որովհետև օրվա ընթացքում մենք տարբեր բաներ ենք, հա, ուտում, սնվում եւ միայն օրինակ մենք շատ հետաքրքիր ուտեստներ ունենք, որոնք որ պատկանում են բարձրակարգ խոհանոցին, բայց այդ ամենի համար հատուկ ժամ գոյություն էսպես ունի, հա, թեկուզ նույն նախաճաշին կամ լանչի ժամին, թեպետ մեզ մոտից պատվիրում են, բայց լանչի ժամին ունենք հենց նախատեսված լանչի շատ հետաքրքիր առաջարկներ, այնպես որ ում որ հետաքրքիր։ Դե նորմալ է, օրինակ Եվրոպայում շատ ռեստորաններ կան, մտնում ես ենթադրենք կեսօրին ինչ որ բան ես ուզում, որ առավոտյան մենյուի մեջ ենք, ասում չենք կարող գրել, որտեղ վերջ ժամը ավարտվեց։ Եվ երևի թե դա էլ է ճիշտ, որ դու ճիշտ ժամին ճիշտ բան ես ուտում։ Դա էլ է երևի պահպանում է։ Այսինքն դուք հարթակ չունեք, որտեղ կարող են գալ, օրինակ տեսնել, որ այդտեղ պատրաստում են, որպես կանոն միշտ հաճելի է հա տեսնել թե ոնց է շեֆ խոհարարը պատրաստում եւ հենց այդտեղ էլ ուտել։ Դեռ չունեք։ Դեռ չէ, անկեղծ ասած նման ծրագրավորում դեռ չկա եւ չեմ էլ կարող ասել, որ կլինի թե ոչ, որովհետեւ մեր նպատակը մի փոքր այլ է, այսինքն այս հարթակում, երբ ռեստորանը on-line հարթակում է աշխատում, ամենակարևորը ապահովել բարձրակարգ սպասարկում, ինչը մենք առաջնայինն է մեզ համար, այսպես ասեմ, որովհետև մոտեցումն է այլ, այսինքն եթե տեսնեք ինչ տուփերով են մեր պատվերները մոտեցվում հաճախորդին, ինչ սպասարկման օրինակ սպասք է տրվում, դա մի փոքր այլ մշակույթ է եւ հիմա դրա զարգացման բերում։ Բայց սպասքը մեկ անգամյա օգտագործման սպասք չէ։ Մեկ անգամյա օգտագործման է, բայց լյուքս դասի է եւ շուկայում միակն ենք, որ նման տեսակի սպասք է առհասարակ օգտագործվում այս տեսակ պրոյեկտում եւ եւս մեկ կարեւոր, շատ կարեւոր կարծում եմ փաստ, որը որ մենք ապահովում ենք, դա մեր հաճախորդին ուտեստը հասցնել այն ջերմաստիճանով, որը որ պատրաստվել է, այսինքն այն խնդիրը, որը հիմա համատարած կա հանրապետությունում, խցանումներով տեղը հասնում։ Այո, մենք այդ խնդիրը լուծել ենք, որովհետև հատուկ սարքավորումներով են մեր ուտեստները մոտեցվում եւ եթե տաք ջերմաստիճանով, այսինքն տաք ուտեստի մասին է խոսք գնում, ապա հենց հասնում է այն ջերմաստիճանով, որը որ պատրաստվել է։ Իրականում եթե ինչ որ մեկ օրինակ ինչ որ խնջույք է կազմակերպել տանը եւ հատկապես որ խոսեցիք գների մատչելիությունից, եթե ինքը պիտի պատվիրեր ինչ որ X ռեստորանից, դա լինելու էր բնականաբար գուցե ավելի թանկ, իսկ սովորական դե հա արագ սննդի կետերից է տենքանել հյուր ընդունելու ճաշացանկ չի, ստացվում է որ հանգիստ կարող են դիմել ձեզ ու ունենալ շատ հետաքրքիր տոնական սեղան։ Այո, որովհետև բացի նորահարցներին չրկում եմ, էլի։ Որովհետև բացի ընդհանուր մեր մենյուից նաև ունենք շատ հետաքրքիր ծառայություններ, այսինքն առաքման տարբերակներ, այսպես կարող եմ ասել, սովորական դասական առաքումից զատ մենք նաև առաջարկում ենք մատուցողով առաքում, այսինքն ցանկացած ժամին, ցանկացած վայրում նույն այդ առաքումը ուտեստների կարող է մոտեցվել մատուցողի ուղեկցությամբ եւ մատուցողը, այսինքն մնա ինքն էլ մատուցի։ Այո, մատուցի, սպասարկի այնքան ժամանակ, ինչքան որ հարկավոր է մեր հաճախորդին։ Եվ բացի դրանից, օրինակ, եթե խնջույքների մասին ենք խոսում, ունենք եւս մեկ շատ հետաքրքիր ծառայություն, դա food truck-ի ծառայությունն է, այսինքն մեր շարժական խոհանոցը, այլ կերպ ասած խոհանոցանիվների վրա կարող է մոտենալ ցանկացած վայր, որտեղ որ հարկավոր է մեր հաճախորդին, նույնիսկ ամայի տարածքներ, որտեղ ոչինչ չկա, եւ մենք արդեն մեր սպասարկող անձնակազմով, խոհարարական անձնակազմով կարող ենք ապահովել այն միջոցառման պատկերացումը, որը որ մեր հաճախորդը ունի։
եւ շատ կարեւորում եմ հիմա նաեւ եւ ձեզ եւ հեռուստատողներին ասել եւ տեղեկացնել, որ խոսքը աստղաբաշխական թվերի մասին չի, որովհետեւ մի անգամից երբ որ լավ առաջարկ ես անում շուկայում, պատկերացնում են, որ ասում են, «Վայ, ինչ թանկ է սա լինելու»։ Ոչ, հենց մի անգամից ամենասկզբից ուզում եմ ասել, շատ հասանելի արժեքներ են, ընդհանրապես, այսինքն մյուս առաջարկներից տարբերվող արժեքներ չեն, այսինքն մենք չունենք հիմա նպատակ ուղղակի, այսպես ասած, զարմացնելու, այլ զարմացնում ենք տալով այդ հնարավորությունը ունենալ, այսինքն կարողանալ օգտվել այս ծառայություններից, այնպես որ Իրականում երբ մենք խոսում ենք առասարակ մատուցման եղանակի մասին, քանի ժամանակ ունենք ասեմ, միշտ էլ մենք գիտենք, որ մատուցումը տպավորություն է թողնում մարդու վրա։ Մի բան էլ որ գնում ես, այն գեղեցիկ տուփը արդեն քեզ կարող է տպավորել, եւ եթե անգամ նույն բանն է այդ տուփերի մեջ, դու նախընտրում ես իհարկե այն տարբերակը, որը շատ ավելի ճաշակով է տանում։ Այսինքն մենք միշտ գնում ենք այդ գայթակղության հետևից, որը ինչ որ առումով նորմալ է, որովհետև մարդը միշտ սիրում է, որ իրեն մաքսիմալ գեղեցիկ սպասարկեն։ Հիմա այդ ինչի ասացի, որովհետև շատ է լինում, որ մենք ընկերներով դե փողոցում խցանման մեջ կանգնած ենք, տեսնում ենք այդ առաքման, հա, բաները մոտոցիկլիստներին։ Միշտ այդ քննարկումը կա, ես ինչ որ առումով հասկանում եմ, որ գուցե ներսում կա ինչ որ չգիտեմ ինչ, բայց երբ դու նայում ես այդ փոշին կեղտը եւ այդ արտաքինը եւ այդ մոտոցիկլի կեղտոտ վիճակը եւ այդ պայուսակի կեղտոտ վիճակը ամեն դեպքում դրսից գոնե թե կեղտոտ է շատ եւ այնտեղ չկա վերահսկում, չգիտեմ, գոնե օրվա մեջ ասենք ամեն օր դա լվացվի ենթադրենք, չգիտեմ, որտեղ որ նայում ես, հասկանում ես, որ դա երկար ժամանակ չի լվացվել։ Եվ դու ակամայից սկսում ես մի տեսակ տենց կողմնապահություն ունենալ, մտածում ես դու լավ դե կարող եմ մեջնել այդքան մաքուր չի, բայց այսինքն մարդը սկսում է ակամայից մտածել լավ ավելի լավ է գնամ ինչ որ տեղից ես ինքս գնեմ, բերեմ իմ ձեռքով մեքենայի մեջ դնեմ, այդ փոշու կեղտի մեջ չլինի։ Ուզում եմ ասել, որ երբ մենք խոսում ենք հատկապես սնունդ պատվիրելու մասին, մենք մեր երեխեքի համար ենք պատվիրում, որ մեզ համար շատ կարևոր է, դե համառ է, այս փոշին ու կեղտ ավելի շատ է եւ բնականաբար շոկ է ու փչանալու հնարավորությունն է մեծ։ Երբ քեզ պատշաճ կերպով են մատուցում, այսինքն եւ բերողն է պատշաճ արտաքինով, եւ այդ պայմաններն են պատշաճ, մարդկային գոնե թե, որովհետեւ ամոթ է, մենք որ դարում ենք ապրում, մոտավորապես են որ, չգիտեմ, այնպեսի բան ենք տենում, որը չպիտի տեսնեինք։ Եվ այդ ամեն ինչը թողնում է ազդեցություն ու տպավորություն, անհնար է որ չթողնի։ Ես ասում եմ միջի պարունակության մասին չեմ կարող խոսել, որովհետև ես աշխարհում երևի թե ամենաքիչ պատվիրողներից մեկն եմ, որովհետև ես արագ սնունդ չեմ օգտագործում եւ ես սովածել կմնամ, մենակ ինքս պատրաստեմ, տանը մաքուր իմ ձեռքով եւ կամ այնտեղ, որտեղ ես գիտեմ։ Ինձ համար օրինակ այդ պատվիրելը դա այտենց մեկ-մեկ են ֆորս մաժորային շատ 3 տարին մի անգամ ձևաչափից է։ Եվ հիմա երբ դուք խոսում եք այն մասին, որ մենք կարող ենք ունենալ օրինակ սպասարկող անձնակազմ, եթե դա ինչ-որ X միջոցառում է, գուցե շատ փոքրիկ, բայց ինչ-որ X միջոցառում է, շատ գեղեցիկ հարթակում, որտեղ պետք է մեկը, որը պրոֆեսիոնալ դա կանի։ Կամ եթե դա պատշաճ կերպով է ինձ մատուցվելու, ես վստահ եմ լինելու, որ այն գեղեցիկ է, մաքուր է, վայել է մարդուն, դու չի կարելի տես դեպքում չօգտվել, որովհետև նորմալ է, մարդը ուզում է մաքսիմալ գեղեցիկ իր համար։ Գեղեցիկ, վստահելի, մաքուր, դրանք ամենատարրական բաներն են, որի վրա ուշադրություն ենք դարձնում։ Հետո գուցե արդեն պատվիրողը կհասկանա լավներ, վատներ, իսկապես համապատասխանում էր թե ոչ, կամ հա նկարագրածին համապատասխանում, բայց գոնե ինքը կհարգի, այն ինչ ինքը անում է, ուտելու պահը գոնե հարգալից լինի, ասում չտեսնենք, ես բերում են կեղտոցը, տալիս են ձեռք, ասում են դե վերցրու կեր։ Իմ ամեն փոքրիկ գաղտնիք բացեմ, երբևէ այս մասին եթերում չեմ խոսել, բայց ի սկզբանե երբ որ ստեղծվում էր մեր բրենդի գույները, այսինքն ընտրվում էին գույները, մենք հատուկ ընտրեցինք սպիտակ գույնը, ճերմակ գույնը եւ տեսեք մեր տուփերը, բոլոր տուփերը, որտեղ մի քանիսն են տարբեր տոպրակներ ունենք, տուփեր ունենք եւ ընդհանուր մատուցվող տուփը եւ սպասքի համար նախատեսված տուփը, նրանք ճերմակ են։ Ինչու՞։ Որովհետև սա եւս մեկ վառապացույց է մեր հաճախորդին, որտեղ ճերմակի վրա շատ շուտ է, չէ, երևում, նույնիսկ մի հատ փոքրիկ բիծ։ Երեք ճիշտ ասած մենք եթերում էինք ու խոսվում էր նրա մասին, որ հասկացել են որոշ օրինակ առաքման ծառայություններ, որ ուշադրություն են դարձնում այս ամենի վրա եւ այդ տեղափոխվող սարքավորումները սև են դարձել։ Սևի վրա չի երևում, չէ, արդեն քիչ թե շատ։ Ինչ եղավ եղավ։ Իսկ այս դեպքում մեր թե
այն ավտոմեքենաները, այսինքն մեր առաքման սեփական ավտոմեքենաներն են, մենք չենք օգտվում ոչ մեկի առաքման ծառայությունից, մեր սեփական առաքման ծառայությունն է, նրանք էլ են ջերմակ, միշտ մաքուր։ Ինչպես նաև մեր տուփերը, որոնք որ մի քանի հատ են, նրանք յուրաքանչյուրն էլ էլի ջերմակ են, հատուկ այդ մաքրությունը ցույց տալու համար, որովհետև առաջնային նպատակը ինչի ստեղծվեց լայվ խոհանոց, ուղիղ հեռարձակմամբ, որպեսզի հաճախորդը այդտեղ էլ լինի վստահ, որ իր ուտեստը պատրաստվում է բացառապես սանիտարահիգիենիկ պայմաններում, կոկիկ, հագնված, գեղեցիկ, շատ ուշադիր, այսպես ասած, խոհարարների անձնակազմի աշխատանքով, նույնիսկ փաթեթավորման տարբերակ, ամեն ինչ աչքի առաջ է։ Այնպես որ դա կարծում եմ այս պահի լավագույն առաջարկն է բոլոր նրանց համար, ովքեր որ ինչ-ինչ պատճառներով ժամանակ չեն ունենում, թեկուզ նույն ռեստորան այցելելու, որովհետև այսօր ռեստորան գնալն էլ դա մեկ այլ պատմություն է, այո, կարող է շատ շքեղ լինել, շատ գեղեցիկ դասավորված, շատ սիրուն դիզայն ունենալ, բայց մենք չգիտենք ինչ է կատարվում խոհանոցի ներսում։ Ես Եվրոպայում դա տեսել եմ, ես փաստում եմ, ես ամենատարօրինակն այն էր, որ մենք կանգնած էինք հերթում, բավական 40 րոպե, հերթում մի ռեստորանի, որտեղ փակցված էին նկարներ, որ այնտեղ եղել էր այնպիսի մարդիկ, Շարլ դը Գոլ, Շարլ Անզնավուր, այնտեղ եղել էր Մոնակոյի պրինցը, այդ արքայազնը, Գրեյս Կելին ու մեծ պատմություն, այսինքն շատ հայտնի դերասաններ, դերասանուհիներ եւ մուտքի առջև են այդ նկարները փակցված։ Հին սև ու սպիտակ նկարներ, այսինքն ինքը քանի տարվա պատմություն ունի եւ ներսում ուղղակի այնպես ստացվեց, որ ես շփոթեցի դուռը ու պատահաբար բացեցի խոհանոցի դուռը։ Մնացածի մասին ասմատոխուր պատմությունները թողնենք կադրից դուրս, բռնության մասին ասում եմ։ Չպատմենք, դրա համար այդ առումով այդ շատ կարեւոր է։